Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք դեսպանություններ ևս կան։ Ըստ գործադիրի այն ունի նաև քաղաքական եւ խորհրդանշական առավելություն։ Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի, շենքի էլեկտրահաղորդակցությունը, կապի, ջեռոցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը ըստ արտգործնախարարության բարդություններ են առաջացնում։ Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում եւ դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում, իսկ նոր շինությունը, որը նախատեսում են ձեռք բերել, կառուցվել է 1866-ից 1870 թվականներին։ Նախկինում եղել է Բրյուսելի գործարարների միության շենքը, այն ավելի մեծ է, քան ներկայիս շենքը, ունի 4 հարկ, 20 եւ ավելի աշխատակիցների համար գրասենյակներ եւ մինչեւ 21 ավտոմեքենայի կայանատեղի։ Շինությունն ունի հանդիպումների սենյակ, փոքր եւ միջին ընդունելությունների եւ միջոցառումների համար նախատեսված դահլիճներ, այն ըստ արտգործնախարարության հնարավորություն կտա խուսափել տարբեր տարածքներ վարձելու անհրաժեշտությունից։ Նոր շինությունը ձեռք բերելը համարվում է շահավետ եւ երկարաժամկետ ներդրում։ Շենքի ձեռքբերման համար կհատկացվի 4.3 միլիոն եվրոյի համարժեք դրամ։